Քվեարկության նշանը խորհրդանշող փափուկ կերպարը մատենադարանի մուտքի մոտ դիմավորում էր հյուրերին։ Արդեն ներսում ազգային ժողովի ընտրություններից մեկ օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարն ու հանձնաժողովի անդամները միջազգային դիտորդներին, դիվանագիտական ներկայացուցիչների եւ տարբեր երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներին ներկայացնելու են ընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքները, քվեարկության օրվա ընթացակարգերն ու ընտրությունների կազմակերպման հիմնական մանրամասները։ Մեր ջանքերը միտված են եղել, որպեսզի նույնիսկ չնչին թերություն չլինի։ Վահագն Հովհակիմյանի խոսքով խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանի համար խորհրդանի ընտրությունները կարևոր քաղաքական իրադարձություն են եւ գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ինչը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար ենթադրում է մեծ պատասխանատվություն։ Նրա տեղեկացմամբ 8 միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելություններն արդեն ավելի քան 1 ամիս է աշխատում են Հայաստանում, իսկ ընտրական գործընթացին որպես այցելուներ կհետևեն նաև 35 երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները այսօրվա դրությամբ ավարտված են, այսօր այս ժամերին, որ մենք հիմա այստեղ հանդիպում ենք, արդեն մեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկսում է գործընթացը, երբ որ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվում են տեղամասի գույքը եւ սկսվում է կահավորումը։ Քվեարկության նախորդ օրվանից սկսած 300 եւ ավելի ընտրող ունեցող բոլոր տեղամասերում, որոնց թիվը 1758 է, ապահովվում է օնլայն հեռարձակում։ Այս տեղամասերը իրենց մեջ ամփոփում են մեր ընտրողների ընդհանուր թվի 99%-ը։ Տեսախցիկների եւ ընտրողների նույնականացման սարքավորումների ներդրումը ապահովել է հրապարակայնություն, թափանցիկություն, հանրային վերահսկողություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մյուս անդամները եւս ներկայացրին իրենց մասով կատարած նախապատրաստական աշխատանքների արդյունքները։ Ընդգծվեց, որ իրենք որպես ընտրական մարմիններ ջանք ու եռան չեն խնայում, որ քվեատուփից միջև արդյունքների ամփոփման որոշում կազմակերպվեն ընտրական գործընթացները հավուր պատշաճի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործընթացում ներառված անձանց շրջանում իրականացրել է ուսուցման վերապատրաստման դասընթացներ, հրապարակել իրազեկող հոլովակներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր պատմության մեջ ոչ մի անգամ այսքան շատ outreach, այդ բառը հայերենում մի քիչ դժվար է գտնել, չի ունեցել, ավելի քան 4 միլիոն դիտում ենք ունեցել մեր բոլոր տեսահոլովակները իրար։ Ներքին գործերի նախարարությունից էլ հայտնում են, որ այսօրվա դրությամբ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 485 հազար 851։ Տիգրան Հովհակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։